Ողջույն սիրելի հետևորդներ, սիրելի տնային տնտեսուհիներ, այսօր պատրաստելու եմ խմորեղենների թագուհի փախլավա։ Երկար ժամանակ կա ամանորին պատրաստվելու համար, բայց մեր տանտիկինները նախօրոք են պատրաստվում ամանորին, որպեսզի զարմացնեն իրենց հյուրերին եւ տան անդամներին իրենց շքեղ խմորեղեններով։ Ինչ չէ մեզ հարկավոր փախլավա պատրաստելու համար։ Մեզ հարկավոր է շերտավոր խմոր, մանրացրած ընկույզ, անարատ մեղր, շաքարավազ, մի պտղուն ծաղ, ձու եւ իհարկե ձվի սպիտակուց։ Դե ինչ, անցնենք գործի։ Քանի որ մեր փախլավան պատրաստելու ենք 3 շերտով, այդ իսկ պատճառով հարկավոր է 1 շերտը թխել։ Ահա սիրելիներս, քանի որ խմորը հատկություն ունի փոքրանալու, ես մի փոքր մեծ եմ գրտնակել սկուտեղից, որպեսզի եփվելու ընթացքում չփոքրանա մեր գունդը։ Տեղափոխում ենք խմորը սկուտեղի մեջ։ Ահա սիրելիներս, հարկավոր է պատարագաղի օգնությամբ ծակծկել մեր խմորը, որպեսզի շատ չուռի։ Միացնում ենք ջեռոցը 180 աստիճանի տակ եւ թխում ենք խմորը շերտը մինչեւ վարդագույն երանգ ստանալը։ Ինչ կթխվի մեր շերտը, կպատրաստենք բեզեն։ Ինչ է հարկավոր մեզ բեզեի համար։ Ես վերցրել եմ 6 ձվի սպիտակուց, 250 գրամ շաքարավազ։ Հարկավոր է բեզեն եւ շաքարավազը լավ հարել, այնուհետեւ ավելացնել մի պտղուն ծաղ։ Մի փոքր հարելուց հետո, որպեսզի շաքարավազը հալվի, հալվելուց հետո ավելացնում ենք մի պտղունց լիմոնի աղ, որպեսզի մեր բեզեն պնդանա, շուտ ստացվի։ Ահա սիրելիներս, բեզեն արդեն պատրաստ է, տեսեք ինչ լավ բեզե եմ ստացել։ Ավելացնելու ենք 1 թեյիկ թալ դարչին, կես թեյիկ թալ մեխակ։ Եվ խառնում ենք, ասեմ, որ 6 ձվի սպիտակուցին ավելացնում ենք 200-ից 250 գրամ ընկույզ։ Մեր շերտը արդեն պատրաստ է, թխվել է։ Հիմա սա պատրաստենք ու անցնենք մյուս գնդերը բացելուն։ Ահա, մեր բեզեն պատրաստ է, դնենք մի կողմ։ Ահա եւ շերտը նույնպես թխված է, պատրաստ է, անցնենք մյուս 2 գնդերը բացելուն։ Ահա առաջի գունդը բացեցինք, վերջացրեցինք։ Հարկավոր է լցնել մեր բեզեն։ Բեզեն կիսում ենք 2 մասի, որովհետև պետք է լցնենք 2 շերտի։ Լցնում ենք եւ տարածում ենք ամբողջ սկուտեղով մեկ։ Բեզեն քսել վերջացնելուց հետո
դնում ենք մեր եփած շերտը։ Դնում ենք երկրորդ շերտը, պատրաստի մեր շերտը և մնացած բեզեն ավելացնում ենք մեր երկրորդ շերտի վրա։ Ահա վերջ, բեզեն քսելուց հետո հարկավոր է բացել երրորդ շերտը։ Ահա սիրելիներս, վերջի շերտը բացում ենք հավասարաչափ, գեղեցիկ, որպեսզի մեր փախլավայի վերջնական տեսքը ստացվի շատ գեղեցիկ։ Վերցնում ենք խմորը։ Մի փոքր ձեռքով հետ ենք քաշում խմորը, չի խանգարում։ Ահա վերջ, հարկավոր է վրան քսել ձուն։ Ձուն քսել վերջացնելուց հետո հարկավոր է ձևավորել մեր փախլավան, կտրատել։ Կտրում ենք հավասար մասի, մեր փախլավան կանենք 4 հավասար մասի։ Չափը վերցնելուց հետո անցնում ենք կտրելուն։ Կտրելուց հետո հարկավոր է բաժանել կտորների, մասերի։ Եթե ցանկանում եք մեծ կտորների, կարող եք մեծ կտորների բաժանել, եթե մանր, հարկավոր է մանր կտորների։ Սիրելիներս, կտրում ենք, մինչև վերջ չենք կտրում, կիսով չափ ենք կտրում, որպեսզի բեզեները եփվելու ընթացքում շատ դուրս չգան։ Հետագայում մատուցելու ընթացքում նոր կկտրենք։ Քանի որ մեր փախլավան տոնական է, կտորները մեծ ենք անում, որպեսզի մատուցելուց սեղանին գեղեցիկ ստացվի։ Ահա վերջ, կտրել վերջացնելուց հետո հարկավոր է զարդարել ընկույզներով։ Ես դնում եմ այսպիսի մեծ ընկույզներ գեղեցկության համար։ Պարտադիր չի, կարող եք դնել, կարող եք չդնել։ Ահա սիրելիներս, մեր փախլավան արդեն պատրաստ է, դնում ենք ջեռոց 120 աստիճանի տակ, որպեսզի դանդաղ թխվի, որպեսզի հասցնի երկու շերտն էլ պատրաստ լինի, մինչև վարդագույն երանգ ստանալը։ Ահա սիրելիներս, մեր համեղությունը արդեն պատրաստ է, տեսեք որքան լավ է ստացվել։ Ինչ ենք անում, առաջին հերթին ջեռոցից հանելուց հետո տաք վիճակում տակ-տակ ավելացնում ենք մեր մեղրը, որպեսզի հալվի, անարատ մեղր ենք լցնում տնական, սա մեր տնական մեղրն է։ Եթե չունեք մեղր, կարող եք պատրաստել քաղցր օշարակ։ Ահա վերջ սիրելիներս, մեղրը լցրեցինք, վերջացրեցինք, թողնենք մի քանի ժամ, որպեսզի հանգստանա, սառի եւ մեր մեղրը ներծծվի փախլավայի մեջ, այնուհետև կկտրենք եւ կմատուցենք, կվայելենք։ Ահա սիրելիներս, արդեն անցել է 4 ժամ եւ մեր մեղրը ամբողջովին ներծծվել է։ Հիմա հարկավոր է կտրել։
կտրենք եւ տեսնենք ինչպես է ստացվել։ Նաեւ մոռացա ասել, որ 120 աստիճանի տակ եփվում է մոտ 1 ժամ։ Ահա սիրելիներս, տեսեք որքան լավ է ստացվել, շերտերը որքան գեղեցիկ են բացվել, համի մասին խոսքերն ավելորդ է։ Այնպես որ սիրելիներս պատրաստեք եւ վայելեք, կիսվեք ձեր ընկերների հետ սոցցանցերում, թող նրանք էլ պատրաստեն, հուսով եմ ձեզ դուր եկավ իմ պատրաստած փախլավան։ Այսօր էլ այսքանը, ցտեսություն, մինչ նոր հանդիպում, կհանդիպենք հաջորդ տեսանյութին։